Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 3 Ունայնություն ունայնությանց, ասեց ժողովողը, ունայնություն ունայնությանց, բոլորը ունայն է, ժողովող առաջին գլուխ երկրորդ խոսք։ Սողոմոնը քննեց ամեն բան և գտավ, որ ամեն ինչ ունայն է։ Նրա գիտության որոնումները հյուծում էին ոչ միայն իր մարմինը, այլև նրա միտքը։ Որքան ավելի էր նա դիտում արեգակի տակ կատարվող գործերը, այնքան առավել էր տեսնում դրանց ունայնությունը, և այդ տեսիլքը հաճախ տրտմեցնում էր նրա հոգին։ Նա չկարողացավ ոչ իր անձի համար ձեռք բերել այն գոհությունն ու խաղաղությունը, որ ակնկալում էր, ոչ էլ ուրիշներին տալ այդ բարիքը, որի հույսն ուներ։ Նույնիսկ գիտության և իմաստության հետապնդումը բացահայտեց մարդու չարությունն ու թշվառությունը, այնպես որ որքան ավելին էր նա հասկանում, այնքան ավելի էր տեսնում ողբալու և սգալու պատճառները։ Հաստատված ճշմարտությունն այն է, որ ամեն ինչ ունայնություն է, ամեն ինչ բացի Աստծուց, և դիտարկվելով նրանից զատ, ամեն ինչ այս աշխարհում, բոլոր զգացմունքներն ու վայելքները, այն ամենը, ինչ աշխարհում է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և կյանքի ամբարտավանությունը, ամենը ունայնություն է։ Այն ամենը, ինչ մեր ներկա վիճակում հաճելի է մեր զգայարաններին կամ շոյում է մեր երևակայությունը, այն ամենը, ինչ հաճույք է պատճառում մեզ կամ պատիվ է բերում ուրիշների առաջ, ունայնություն է, և այդ ամենը ունայնություն է ոչ միայն այն ժամանակ, երբ մարդու մեղքով ապականվում ու չարաշահվում է, այլ նույնիսկ այն ժամանակ, երբ ճիշտ կերպով է օգտագործվում։ Մարդը դիտարկվելով այս բաների տեսանկյունից նույնպես ունայնություն է, և եթե սրանից հետո այլ կյանք չլիներ, նա ստեղծված կլիներ զուտ ունայնության համար, և այս բաները, դիտարկվելով մարդու տեսանկյունից, ինչ էլ որ դրանք լինեն ինքնին, ունայնություն են։ Այս բաները հոգու համար օտար են և ոչինչ չեն ավելացնում նրան։ Դրանք չեն իրականացնում իրենց նպատակը և չեն տալիս ճշմարիտ բավարարվածություն։ Դրանք անկայուն են, մարում են, կորչում են, անցնում են և վաղ թե ուշ կհիասթափեցնեն նրանց, ովքեր իրենց հույսը դնում են դրանց վրա։ Ուստի եկեք սովորենք ատել և վախենալ մեղքից, որը այս ամբողջ ունայնության և թշվառության պատճառն է։ Եկեք սովորենք գնահատել Քրիստոսին և հանգիստ փնտրենք մեր Փրկչի ճանաչման, սիրո և ծառայության մեջ։